Ժողովուրդ բարև ձեզ։ Հայաստանում ամենակարևոր հարցն այսօր հետևյալն է։ Արդյոք իշխող վարչախումբը ըմբռնել է իրավիճակի ծանրությունը, արդյոք հասկացել է, որ սոցիալական ընդվզումից և համաժողովրդական ապստամբությունից խուսափելու միակ միջոցն այն է, որ համաժողովրդական մեր շարժման հետ բանակցություններով Հայաստանում հաստատվի դեմոկրատական իշխանություն։ Սերժ Սարգսյանի վարչախումբը հայտնվել է ծանր վիճակի մեջ։ Օլիգարխական թալանի հետևանքով առաջացած գների աճը, գործարարության անկումը և աշխատանքի բացակայությունը, սոցիալական դժգոհությունը հասցրել են գագաթնակետին։ Ժողովուրդը չի տեսնում ոչ մի հեռանկար և պատրաստ է ամենածայրահեղական գործողությունների։ Բայց ռեժիմը ի վիճակի չի ներքին ռեսուրսներով շտկել վիճակը, քանի որ տնտեսական առողջացման ցանկացած քայլ պահանջում է օլիգարխական համակարգի կազմաքանդում, իսկ դա հավասարազոր է ռեժիմի ինքնասպանությանը։ Արտաքին ռեսուրսները նույնպես սպառված են։ Նրանք հասկանում են, որ առանց առաջընթացի Ղարաբաղի հարցում չեն կարող բացել հայ-թուրքական սահմանը կամ ստանալ միջազգային աջակցություն։ Այսինքն, ոչ կարողանալու են լուրջ վարկեր ստանալ, որ կարկատեն բյուջեի ճեղքվածքները, ոչ էլ հաղթահարելու են տնտեսության մեկուսացումը։ Ղարաբաղյան շրջանակային համաձայնագրի ստորագրումը նույնպես վտանգավոր է ռեժիմի համար, քանի որ անմիջապես կթուլացնի նրա ներքին քաղաքական դիրքերը։ Ահա նման փակուղում հայտնվելով է, որ մեր հզոր շարժման ճնշման տակ ռեժիմը կատարեց մեր 3 պայմանները և ստիպված է գալ երկխոսության ընդդիմության հետ։ Բայց մենք ոչ մի պատրանք չունենք։ Նրանք դեռ հույսեր ունեն, որ կարող են ժամանակ շահել։ Այդ ժամանակը նրանց պետք է, որ օգտվելով շարժման մարդկային ռեսուրսների սեզոնային նվազեցումից, ամռանը Հայ ազգային կոնգրեսին թուլացնելու, պառակտելու և վարկաբեկելու խնդիր լուծեն և ի վերջո հրաժարվեն զիջումների ճանապարհից։ Իդեպ պարզվեց, մի հաշվարկել ունեն, արտագաղթը։ Եթե երկրի կառավարիչները հայտարարում են, որ հեղափոխության կանխման միակ միջոցը, դրա մասին Նիկոլը խոսեց այդ 168 ժամ թերթին տրված հարցազրույցի մասին։ Ուրեմն եթե նրանք հայտարարում են, որ հեղափոխության կանխման միակ միջոցը արտագաղթի խրախուսումն է, դրանով հայտարարում են հենց իրենց դատավճիռը և ոչ ոք արտահերթ ընտրությունների անհրաժեշտության ավելի լավ հիմնավորում չի տվել, քան այդ աղվամազիկ ծաղրածուն։ Երբ իշխանությունները կապում են իրենց իշխանության ապահովման երաշխիքը երկրի կործանմանը տանող գործընթացի հետ, նման իշխանություններից օր առաջ ազատվելը պետք է դառնա համազգային գործ։ Այդ հիմայի մասին էլ հիմա կխոսեմ։ Ուստի ձեր հաշվարկներին
պարոն Նայեք Սարգսյաններ, պատասխանում ենք, հուսով եմ նաև ձեր անունից, մենք թույլ չենք տա ձեզ խաբել ժողովրդին և ջլատել նրա դիմադրական ներուժը։ Մենք թույլ չենք տա երկխոսության այս գործընթացը թաղել անորոշության մեջ և խուսափել կոնկրետ արդյունքներից։ Դուք, իշխանավորների մասին է խոսքը, նրանց եմ դիմում, ունեք շատ քիչ ժամանակ երկխոսության, ձևաչափի, համաձայնեցման և բուն բանակցությունների համար մենք ձեզ տալու ենք շատ կոնկրետ ժամանակ։ Ուշադիր, այդ ժամանակը սպառելուց հետո, եթե չլինի որևէ արդյունք, ժողովուրդը հավաքվելու է և մնալու է այնքան ժամանակ, մինչև հեռանաք դուք։